Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ ԿՊԱ-ականները առաջարկում են արգելել դաշինքների կուսակցությունների անվան մեջ անձնանունների կիրառումը, պատգամավորները շրջանառվող նախագծով առաջարկում են սահմանել, որ ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավականու ընտրություններում քվեաթերթի կանվավեր է, եթե քվեաթերթիկը կամ ծրարը ներառում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրարում բացի քվեաթերթիկից առկա է ցանկացած այլ իր։ Գործող կարգավորմամբ ծրարում այլ իրի առկայության դեպքում քվեաթերթիկը անվավեր չի համարվում։ Պատգամավորները առաջարկում են նաև սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ Նաև առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։ Ընտրություններից 2 ամիս առաջ իշխող ուժը վրիպակ անվան տակ փոխում է խաղի կանոնները եւ այս տրամաբանությամբ հանգիստ կարող են փոխել առաջինից երկրորդ ընթերցման օրինակ առաջարկում են փոխել, որ ընտրություններին թեկնածու չեն կարող լինել մարդիկ, որոնք կրում են գեղամանուն օրինակ։ Կարակ ու դուք կարական եք էտի, որովհետեւ սահմանագծում չկա ձեր համար։ Իրանց գնացքն արդեն մեկնել է, գնչուին ճակատագիրը բախտը բացել է եւ հիմա անգել են փրփուրներից են կախվում։ Մինասյան արծիվը ճիշտ նսե ջորդ, ձեր անցյալ ընտրությունների պլակատները մենակ ձեր Նիկոլ էր գրած։ Մենակ մի անուն էր։ Չկար այլ պլակատներ, որտեղ թիմի այլ անդամներ լինեին, խոստումներ լինեին։ Միգուցե կար, բայց 10-ից 9 ձեր Նիկոլն էր։ Դուք օրենսդրություն եք փոխում ընտրական ընտրություններից 2 ամիս առաջ։ Եվ եթե ինչ-որ մեկ ասում է, որ սա հիմնարար փոփոխություն չի, լուրջ եք ասում։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժը արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում է եւ արգելում է դա անել, լուրջ։ Այս հրատապությունը ինչով էր պայմանավորված, որ այս Նրանով, որ այս ընտրություններում եւս այդ բովանդակությունը եւ այդ գաղափարը առհասարակ տեղ գտնի, որ չի կարող օրինակ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել ուժեղ քյաբաբ Ստյոպի հետ, Ստյոպի մոտ դաշինք։ Մինչ խորհրդարանում քննարկում էին նախագիծը, ուժեղ Հայաստանը բողոքի ակցիա է անցկացրել ազգային ժողովի դիմաց։ Նրանք կարծում են, որ Փաշինյանն ու թիմակիցները փորձում են գողանալ առաջիկա ընտրությունները։ Ազգային ժողովում նրանք փորձում են անցկացնել մի օրենք, որը կվերացնի Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը։ Սա պրիմիտիվ վախի դրսևորում է։ Վերջերս տեսնում ենք, չէ, հաճախ գործադիր իշխանության այս պահի դրությամբ ղեկավարը խոսում է ուժեղ տղերքի մասին։ Բա ուժեղ տղերքը արդյոք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ հատուկ հրատապ կերպով ընտրական օրենսգրքի փոփոխություն են անում զուտ Սամվել Կարապետյան բառը, անունը, ազգանունը չօգտագործելու համար։ Բա սա արդյոք ուժեղ իշխանության դիրքն է։ Կարծում եմ սոցիոլոգիական հարցումները եւ ողջամիտ տրամաբանությունը կհուշի, որ սա վախեցած իշխանության վարքագիծ է։ Շատ վախեցած նույնիսկ։ Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել նախորդին հնչեցրած արտահայտության համար։ Իր Facebook-ում պատգամավորը գրել է. «Աժ-ում ճեպազրույցի ժամանակ զինված ուժերում ավագ որդուս կողմից ծառայություն չանցնելու մասին լրագրողի հարցին իմ պատասխանով նպատակ ունեի ընդգծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որքան են արժևորում կրթությունը եւ գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց, ովքեր ունեն պետության իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, տրված է նման հնարավորություն։ Իմ երկու որդիներից ավագն անցել է անհրաժեշտ կրթական բոլոր աստիճանները եւ զբաղվում է գիտությամբ, իսկ կրտսեր որդիս ծառայել է Հայաստանի զինված ուժերում եւ մասնակցել 44-օրյա պատերազմին։ Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների եւ շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում»։ Ավելի վաղ Անահիտ Ավանեսյանը սոցցանցում գրել էր, որ մեծ ցավ է ապրել պարոն Քոչարյանի թույլ տված անզգույշ արտահայտության համար։ Բանակում ծառայելը պատիվ է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը բացել է հեծանվային սեզոնը, այս մասին տեսանյութ է հրապարակել։
Դրանից առաջ առցանց թմբուկ է պարապել։ Մերձավոր արևելքում իրավիճակը կրկին պայթյունավտանգ է, Ամերիկա-իսրայելյան ուժերը հարվածել են Իրանի Պարթիս քաղաքին, գրոհի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, այդ թվում 3 երեխա։ Գիշերը հարվածներ են հասցվել Նաջաֆաբադ քաղաքում գտնվող իրանական ռազմական օբյեկտներին։ Իսրայելը գրոհել է Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանի վրա։ Իրանական Սպահանում հզոր պայթյուններ են հնչել։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բուշերի ռազմաբազան։ Իրանի արձագանքը չի ուշացել։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին։ Գիշերը Իրանը լայնածավալ հարձակում է սկսել աշխարհի ամենամեծ արդյունաբերական կենտրոններից մեկի Սաուդյան Արաբիայի արևելյան ափին գտնվող Ալ-Ջուբեյլ քաղաքի վրա։ Մենք կարող ենք հենց հիմա լքել Իրանը, բայց ես ուզում եմ այս գործն ավարտին հասցնել։ Իրանի պատերազմն ավարտելու մասին խոսելով հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը։ Դոնալդ Թրամփը հերքել է տեղեկությունը, որ քննարկվում են 45-օրյա հրադադար հաստատելու մանրամասներ։ Նրա պնդմամբ միակ մարդը, ով կհաստատի հրադադար, ինքն է, եւ ինքը որևիցե հրադադար դեռ չի հաստատել։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով իրանցիները լավ մարտիկներ են, նրանք շատ կոփված ժողովուրդ են։ Միաժամանակ նա ընդգծել է, որ թշնամին այնքան ուժեղ չէ, որքան 1 ամիս առաջ։ Թրամփը նշել է, Թեհրանը Վաշինգտոնին կարևոր առաջարկ է արել հակամարտությունը դադարեցնելու համար, սակայն Միացյալ Նահանգները դա բավարար չի համարում։ Իրանը Պակիստանի միջոցով պատերազմն ավարտելու առաջարկ է ներկայացրել, պահանջելով դադարեցնել բոլոր հարձակումները, լիակատար վերացնել պատժամիջոցները, երաշխիքներ ստանալ, որպեսզի հետագա հարձակումներ չլինեն։ Փոխարենը Իրանը կվերաբացի Հորմուզը յուրաքանչյուր նավի դիմաց մոտ $2 միլիոն վճարով, գրում է The New York Times-ը։ Դաղստանի Մահմեդ Կալա գյուղում տասնյակ տներ են վնասվել, ջրամբարի վրա ամբարտակ է պայթել։ Երևանում փրկել են երիտասարդ տղայի կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, բացի փրկարարներից նաև հոգեբաններ են աշխատել։ Հոգեբանները տեղում օգնություն ցուցաբերեցին մի քաղաքացու, ով ըստ նախնական տեղեկությունների սպառնում էր իրեն այս կամրջից ցած նետել։ Բարեբախտաբար փրկարարները ժամանակին հասել են։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Ժողովուրդը գրում է, իշխանությունները նախատեսում են մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ հանրապետության հրապարակում անցկացնել լայնամասշտաբ զորահանդես։ Ըստ նույն աղբյուրի նախատեսվում է ցուցադրել վերջին տարիներին ձեռք բերված ամբողջ զինտեխնիկան, փորձելով ստեղծել մի տպավորություն, թե իբր վերջին տասնամյակներում նման ծավալի սպառազինում չի իրականացվել։ Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա ստացվում է չափազանց ուշագրավ եւ խոր հակասություններով լի պատկեր։ Խաղաղության օրակարգի մասին ամեն օր խոսող իրեն խաղաղության կուսակցություն ներկայացնող իշխանությունը փաստորեն պատրաստվում է հենց մայրաքաղաքի կենտրոնում զինտեխնիկայի ցուցադրությամբ քաղաքական ուղեր ցղել հանրությանը։ Ընդ որում ոչ միայն արտաքին լսարանին, այլ առաջին հերթին ներքին սպառման համար ցույց տալու թե իրորոք բանակաշինության եւ սպառազինման աննախադեպ փուլ է եղել։ Այս փորձը ըստ էության նաեւ քաղաքական համեմատության փորձ է։ ԿՊՆ ակնհայտորեն ձգտում է իրեն նույն հարթության մեջ դնել այն շրջանի հետ, երբ պաշտպանության, բանակի, պետականության եւ հաղթանակի գաղափարները մարմնավորում էին Վազգեն Սարգսյանի ժամանակների պետական մտածողության մեջ։ Սակայն այստեղ կա մի հիմնարար խնդիր, նման համեմատությունը չի կարող համոզիչ լինել, երբ այն արվում է ոչ թե նույն արժեքային համակարգի, այլ դրա գրեթե հակառակ քաղաքական վարքագծի պայմաններում։ Սա անում է մի իշխանություն, որը տարիներ շարունակ հետևողականորեն դուրս է մղել ազգային հիշողության, հերոսության եւ դիմադրության խորհրդանիշները հանրային, կրթական եւ գաղափարական տարածքներից։ Մի իշխանություն, որի օրոք դպրոցներից եւ բուհերից հանվում են փառքի անկյունները։ Մի իշխանություն, որի վարքագծում գնալով ավելի նկատելի է դառնում 1915 թվականի ցեղասպանության հիշողությունը նսեմացնելու, այն երկրորդականացնելու կամ մոռացության տալու վտանգի միտումը։ Մի իշխանություն, որը սեփական
բեմախոսներին մեղադրում է ագրեսիվ խոսույթի, պատերազմ հրահրելու, խաղաղությունը խաթարելու մեջ, բայց հիմա փաստորեն պատրաստվում է հենց ինքն օգտագործել բանակն ու ուզին տեխնիկան որպես քաղաքական ցուցադրության գործիք։ Ժողովուրդում նաև կարդում ենք. Ազգային ժողովի ԿՊ խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը երեկ իր հայտարարություններով խաթարել է ողջ ԿՊ խմբակցության եւ Վերնախավի անդորը։ Երեկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի այնուհետև ճեպազրույցի ժամանակ Հայկ Սարգսյանի հայտարարությունները սկսել են անհանգստացնել ԿՊ Վերնախավին։ Բանն այն է, որ Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին, այնուհետև Սուրեն Պապիկյանին բանակում արկա խնդիրների մասին բարձրաձայնելով։ Նրա հայտարարությունները ըստ աղբյուրների դուրս են եկել ներխմբակցական ընդունված սահմաններից եւ դարձել են քննարկման առարկա իշխանության տարբեր մակարդակներում։ Հայկ Սարգսյանն անուղակի մեղադրեց նաև Ալեն Սիմոնյանին իր նախագծերի տապալման համար, հայտարարելով, թե ասում են վարչապետ եք բերում վրեքներս։ Այսինքն վարչապետը Հայկ Սարգսյանին սատարում է, բայց Ալեն Սիմոնյանին չի պատժում։ Այս թեմայով խմբակցությունը բաժանվել է մի քանի խմբերի։ Մի խումբը նրանք են, ովքեր ներքին քննարկումներում պաշտպանում են Սարգսյանին, մի հատվածի կարծիքով չպետք էր այս նախընտրական փուլում Հայկ Սարգսյանը նման սկանդալային հայտարարություններով հանդես գար։ Մի մասն էլ հավատում է, որ պետք է Քոչարյանն ու Սիմոնյանը պատժվեն ներկուսակցական ինտրիգների համար։ Իդեպ Հայկ Սարգսյանը իր ելույթներում բաց տեքստով հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանն իր թիկունքին է ու իր ոտքի տակ ակնհայտորեն փորում են Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանը։ Տարվա այս եղանակին ծաղկել են սակուրաները Հարավային Կորեայում, այս տեսարանով կարելի է երկար հիանալ։ Եվ եղանակ սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 4-ից 6 նիշ։ Հետևեք անցուդարձին ամեն երեկո, կհանդիպենք վաղը նույն ժամին։